Ում վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մեր վարչապետն է։ Վարչապետը մերն է, հայտնի բանաստեղծությունն են հիշեցնում ԿՊԱ-ականների պատասխանները, թե արևը մերն է, մեր տան վերևն է։ Փաշինյանն արև չէ, խավար է, ասում են ընդդիմադիրները, որ ազգային ժողով են ներկայացրել վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծը։ Հեղինակը պատիվ ունեմն է, Հայաստան խմբակցությունը միացել է։ Այո, վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Մի բայց կա միայն 54 քվե է պետք Փաշինյանին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմադիրները 36-ն են, այսինքն եւս 18 ԿՊԱ-ական պետք է ստորագրեն վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագծի տակ։ Բայց կստորագրեն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնել, էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել։ Իրենց միացող ԿՊԱ-ականների անուններ չի տալիս պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Ասում է իմպիչմենթը ընթանալու է փողոցային պայքարով, գործընթացը կսկսեն, երբ լինեն 54 ստորագրությունները, երբ լինեն, սա ընդգծվում է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։ Այնինչ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Հայաստանը արագ եւ ողջամիտ ժամկետի գործընթաց է ակնկալում։ Հայաստանը փորձով գիտի, հեշտ բան չէ ԿՊԱ-ականներից, ոչ թե ինչպես այստեղ են ասում, պատերի տակ, այլ հրապարակային լսել։ Փաշինյանը ձախողել է եւ ուրեմն պետք է հեռանա։ Մենք որպես Հայաստան խմբակցություն ցավոք նախորդ 4 տարիներին չհաջողվեց մեծամասնության միջից գտնել այդ մարդկանց։ Մենք ժողովրդի հետ հարաբերվում ենք։ Ժողովրդի հետ հարաբերվել ասելով Ալյուսիակ Ջուլհակյանը նկատի ունի սիրված են ընդունված։ Ու ոչինչ, որ 2021-ին ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 2.5 միլիոն քաղաքացիներից 680,000-ն են ընտրել ԿՊ-ին։ Այդ 680,000-ին էլ խաբել են։ Իշխանականները կառավարության ծրագրում մի բան գրել են, մեկ այլ բան անում են, շարունակում են ընդդիմադիրները։ Եթե նշված անձը էլի մուրճը ձեռքին, բայց պատտվեր Հայաստանի մարզերով ու ասել ժողովուրդ, ես հանձնելու եմ Արցախը, մենք ունենալու ենք 140,000-ին մոտ բռնի տեղահանվածներ տարբեր ժամանակահատվածներում, ճանաչելու եմ Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլն եւ այլն եւ այլն, տենամ քանի ձայներ հավաքել։ Ըստ ԱԺ ընդդիմադիրների Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պատճառները անթիվ են։ Խարխլված է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Թշնամական ուժերը 2021 թվականից ՀՀ սուվերեն տարածքում են։ ԿՊԱ-ական կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում։ Գումարած սոցիալ-տնտեսական անթիվ անհամար խնդիրներ։ Բազմիցս է ասել վարչապետը, ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես կտամ հրաժարական։ Ժողովրդի վրա գցելը նշանակում է ուղղակի պատասխանատվությունից խուսափել։ Ժողովուրդը չի ընտրում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, մեծամասնության ներկայացուցիչներ։ Ժողովուրդն ընտրում է պարլամենտի պատգամավորներ, կուսակցություններ, ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը այդ պատգամավորների պարտականությունն է։ Չես համոզի իշխանականներին, որ Հայաստանում ազգային ճգնաժամ կա։ Ինչ որ միստիկ ազգային համաձայնության ինչ որ մի բան։ Չես համոզի իշխանականներին, որ Հայաստանը Փաշինյանի դեմքով ձախողում է թե երկրի ներսում, թե արտաքին քաղաքական տնտեսական հարթակներում։ Ավստրալահայերը, չգիտեմ, Մոգադիշոյի հայերը, որտեղ է ճգնաժամը, խնդրեմ նշեք, ինչ ազգային ճգնաժամի մասին եք դուք խոսում։ Ոնց էր ասում տիկին Ջուլհակյանը, ամենաժողովրդավար, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավելի խոսքի ազատ, երկրում որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս պատիվ ունեմի իրենց խոսքով մեծ կոնսոլիդացիա վայելող առաջարկին։ ԿՊ-ն չի ուզում անվստահություն հայտնել վարչապետին, ձևավորել անցումային կառավարություն, կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ։ Չնայած իշխանականների բացասական եզրակացությանը, հարցը կքննարկվի նաև ազգային ժողովի լիագումար նիստում։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։
Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։